Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 7։ Դու լսում ես աղոթքը, ամեն մարդ քեզ մոտ է գալիս, Սաղմոս 65-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եթե նախախնամության այս ուշագրավ գործերը պատահական և անկանխատեսելի էին, ինչպես էր պատահում, որ նրանք անմիջապես հետևում էին սրբերի աղոթքներին։ Ինչպես է պատահում, որ նրանք կարողանում են այդքան շատ նախախնամության դեպքերի մեջ տեսնել իրենց աղոթքների հստակ պատասխանը և վստահ լինել, որ իրենց խնդրանքները լսվել են։ Այդպիսով ծովը բաժանվեց հենց այն պահին, երբ իսրայելացիները իրենց աղաղակը բարձրացրին դեպի երկինք։ Նմանապես էլ Ասային անմիջապես շնորհվեց կարևոր հաղթանակ, երբ նա աղաղակեց իր Տեր Աստծուն ասելով. «Օգնիր մեզ, ով մեր Տեր Աստված»։ Աքիթոփելը գնում է կախվում է հենց այն ժամանակ, երբ Դավթի վշտացած աղոթքն է լսվում։ Haմանն ընկնում է և նրա դավադրությունը խափանվում է հենց այն ժամանակ, երբ Մորդքեն ու Էսթերը ծոմապահության մեջ էին։ Պետրոսը բանտարկվեց և եկեղեցին աղոթեց նրա համար, և հետևանքը տեսնում ենք Սուրբ գրքում։ Ես կարող էի հեշտությամբ ավելացնել այս ամենին աղոթքների պատասխանի հրաշալի օրինակներ, որոնք նկատվել էին Լյութերի մոտ, բայց ես դա ավելորդ եմ համարում, քանի որ քրիստոնյաների մեծ մասը ունի իր սեփական փորձի պաշարը և վստահ է, որ իրենց վրա եկող նախախնամություններից շատերը չեն կարող լինել ոչ այլ ինչ, քան իրենց աղոթքների պատասխանը։ Եվ հիմա ով կարող է տրտնջալ այս հարցում, եթե իմաստությամբ խորհի այս բաների մասին։ Միթե չպետք է եզրակացնենք, որ նա իր աչքերը հետ չի քաշի արդարներից և որ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ։ Նրա նախախնամությունները հռչակում են, որ նա աղոթքներ լսող Աստված է։